Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերը օդում կախել են միջուկային պատերազմի ռիսկը, միջուկային զենք ունեցող երկրները կարելի ասել այժմ գտնվում են ակտիվ եւ պասիվ պատերազմների մեջ։ Թեպետ գերտերությունները պնդում են, թե դեմ են ցանկացած տեսակի ատոմային պատերազմի, այդուհանդերձ ներքաշվում են պատերազմների մեջ։ Ռազմական փորձագիտական համայնքում կարծիքներ կան, որ Իրանում Միացյալ Նահանգների գործողությունները դեռևս հստակ ու հասկանալի չեն։ Նրանք նկատում են, որ այս փուլում իրադարձությունների նվազման միտում կա։ ԱՄՆ-ի ծրագրերի մեջ մտնում են նաև ցամաքային գործողությունները Իրանի դեմ, օդային պատերազմին հաջորդի նաև ցամաքային գործողությունները, ապա չի բացառվում, որ խաղի մեջ մտնեն նաև այլ երկրներ, որոնք որ վտանգ են տեսնում իրենց երկրների նկատմամբ։ Ցամաքային գործողություններ սկսելու համար ըստ մասնագետների Ամերիկան պետք է մանրակրկիտ հաշվարկներ կատարի, քանի որ նրանց խաղադրույքը քրդերի վրա է, որոնք միշտ անջատ են գործունեություն ծավալում եւ դրա պատճառով խնդիրներ են ստեղծում։ Ամեն դեպքում ԱՄՆ-ն որոշի, որ այլևս ցամաքային գործողություններ չի իրականացնելու եւ դադարեցնում է նաեւ պատերազմը, ապա հետին պլան են անում նաեւ այս փուլում միջուկային որևէ կամ պատերազմի սրացումը այլ ձևաչափում։ Այս հակամարտությունը ամեն դեպքում պետք է հանգուցալուծում ստանա։ Անդրադառնալով Հայաստանի ատոմակայանի անվտանգության հարցին փորձագետները նշում են, որ դրա պաշտպանունակությունը բխում է նաև հարևան երկրների շահերից։ ՄԱԿ-ը եւ ՄԱԳԱՏԷ-ն ունակ չեն կանխել միջուկային էսկալացիան, ասում են միջազգայնագետները, քանզի նրանք հիմնականում ֆինանսավորվում են Միացյալ Նահանգներից։ Մասնագետները հիշեցնում են նաև Իրան-իսրայելական 12-օրյա պատերազմից հետո Թրամփի սպառնալիքները, որոնցով նա պահանջում էր նահանգներին հետաքրքրող տեղեկություններ։ Սա ուղիղ միջամտություն էր, վաղուց արդեն ոչ մի ինստիտուտ ցավոք սրտի իր ֆունկցիաները չի կատարում, դրա համար էլ աշխարհը այսօր մոտեցել է միջուկային պատերազմի շեմին։ Հիշեցնենք, որ թե Ամերիկան, թե Ռուսաստանը չերկարացրին ռազմավարական հարձակողական սպառազինությունների միջև պայմանագիրը, նրանց զինանոցների վրա չկա որևէ պարտադիր սահմանափակում։ Դա նշանակում է, որ ՄԱԳԱՏԷ-ն եւ մյուս կառույցները, որոնք պիտի հսկեն այդ ամեն ինչը, ուղղակի ոչ մի հասանելիություն չեն ունենալու։ Աշխարհը կարիք ունի նոր անվտանգային կառույցի։ Պատմությունը մեկ անգամ արդեն տեսել է միջուկային զենքի օգտագործման հետևանքները, այն շարունակում է մնալ մարդկության ամենահզոր եւ ամենավտանգավոր գործիքներից մեկը, իսկ գլխավոր հարցը մնում է նույնը. արդյոք դիվանագիտական ջանքերը կկարողանան կանխել այն սցենարը, որի հետևանքները պարզապես անդառնալի կլինեն։ Քաղաքացիների մոտ կուտակված բացասական հոգեվիճակները հաճախ հանգեցնում են նրան, որ փոքր միջադեպերը վերածվում են լուրջ բախումների, երբեմն ունենալով դժբախտ ավարտ։ Մասնագետների համոզմամբ դա են փաստում վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած արյունալի եւ սահմռկեցուցիչ դեպքերը։ Փոխվում են թե թվերը, թե հանցագործությունների տեսակները։ 2025 թվականի ամփոփ վիճակագրությամբ Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3.2%-ով նվազում։ Իրավապաշտպաններից շատերը հանցագործությունները կապում են անչափահասների վերասոցիալականացման շրջանի հետ։ Նրանց կարծիքով պարտադիր հոգեբանական դասընթացներ պետք է կազմակերպվեն։ 2025 թվականին 2024 թվականի համեմատությամբ կատարված եւ դրանցով նախաձեռնված քրեական վարույթների նվազում ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Հանցագործությունները սառը զենքով եւ հատկապես զենքով աճել են։ Լինում է այն պայմաններում, երբ որ վերահսկողությունը թույլ է օրինապահ մարմինների։ Այն հետևության եմ եկել, որ անչափահասների կողմից կատարած հանցագործությունների հիմնական մասը կապված է ընտանիքի խնդիրներից, դաստիարակությունից։ Չնայած նրան, որ հանցագործություններ կատարելուց հետո շատերն ասում են, թե դա արել են ինքնապաշտպանման համար, իրավապաշտպանները կոնկրետացնում են, թե որ դեպքում է գործում այդ նորմը։ Դրսում եւ շրջապատում իրենց անձը ավելի բարձր կարեւորելով եւ գնահատելով ցանկանում են լինել իշխող դերում։ Իրենց պատկերացումներով անչափահասները իրենց խոսքը ցանկալի է, որպեսզի անցնի հենց այդ շրջապատում։ Մարդկանց ընդհանուր կենսակերպը ավելի լարված է դարձել։ Հրատապ խնդիրները մասնագետների համոզմամբ արագ որոշումներ կայացնել են ստիպում առանց խոսքի մշակույթի օգտագործման։ Եթե նա ձեռքով, փայտով կամ քարով է հարվածում, ապա դու չես կարող զենք կիրառել, ավելին վնասել զենքով։ Ինքնապաշտպանություն կլինի, եթե քո կատարած գործողությունները լինեն դիմացինի գործողությունների հետ հավասար կամ նվազ։
Արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի կիրառմամբ կամ զենքով կատարված հանցագործությունների կանխարգելումը համաշխարհային փորձով իրականացվում է միաժամանակ իրավական, կրթական եւ սոցիալական մեխանիզմների համադրությամբ։ Անհրաժեշտ է դրա վաճառքի հետ կապված վերահսկողությունները, պահանջները եւ պատասխանատվությունները ավելի խստացնել, շեշտում են մասնագետները եւ հավելում, որ համակարգված աշխատանքները կարող են նպաստել հասարակության անվտանգության ամրապնդմանը։ Ֆուզական վիճակը հնարավորություն չի տալիս գիտակցականին եւ դրանով պայմանավորված նաեւ խոսքային մշակույթին որոշակի ձևեր փնտրել, գտնել եւ խնդիրը լուծել խոսքի միջոցով, ոչ թե ֆիզիկական ագրեսիայի միջոցով։ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարի 22 մահվան դեպք է գրանցվել։ Նշվածներից 14-ը հիվանդությունների հետևանք են եղել։ Տարին նոր է սկսվել, բայց քրեակատարողականներում նորից կա մահվան դեպք եւ նորից հիվանդության պատճառով։ Նախորդ տարեվերջին փակվել էր դատապարտյալների հիվանդանոցը, նույն ինքը ՑԲ-ն, որի փոխարեն Արմավիր քրեակատարողական հիմնարկի տարածքում ստեղծվել է ստացիոնար բուժման կենտրոն։ Այդուհանդերձ գրանցվող մահերը գաղութներում ցույց են տալիս, որ համակարգում կան խորքային խնդիրներ, որոնք լուծումներ չեն ստանում, չնայած ենթադրվում էր, որ օրինակ գաղութներում բժշկական ծառայությունը առողջապահության նախարարությանը փոխանցելուց հետո պետք է էական փոփոխություններ գրանցվեին։ Այն անձինք, ովքեր որպես այդպեսին եղել են քրեակատարողական ծառայող, այսինքն քրեակատարողական ծառայության կազմում աշխատել են որպես բժիշկներ, գերատեսչական ենթակայության փոփոխությունից հետո շարունակել են աշխատել առողջապահական բլոկում, այս անգամ արդեն առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Ամենակարևոր խնդիրներից մեկը սա է, ովքեր են գաղութներում հետևում դատապարտյալների եւ կալանավորների առողջությանը, նրանք ովքեր բարձր վարձատրվող կառույցներում չեն գտել աշխատանք։ Ոլորտի լավագույնը համարվող որևէ մասնագետ կարծում եմ չի համաձայնի օրինակ 250 կամ 300-350 հազար դրամով աշխատել, գործնականում լինում են դեպքեր, երբ օրինակի համար անձը Երևանից պիտի գնա օրինակ Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկներում մինչև հիմա չի ներդրվել նաև ճաղերի հետևում գտնվողների առողջական վիճակի մոնիթորինգի քիչ թե շատ աշխատող համակարգ։ Մարդկանց մոտ խնդիրները հայտնաբերվում են այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում։ Որոշակի հետազոտություններ կամ որոշակի զննություններ արվում են պրոտոկոլային ձևով, բայց որպես այդպիսի մեր քրեակատարողական համակարգում ներդրված չի, կանխարգելիչ առողջապահական ծառայություններ ներդրված չեն։ Այսինքն մարդու քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց փոխադրելու համար պետք է լինի բժշկի ցուցում։ Գաղութի պայմաններում ոչ նման ցուցում տալու համար անհրաժեշտ ախտորոշիչ տեխնիկա, ոչ էլ համապատասխան գիտելիքներով մասնագետ է լինում։ Իսկ ինչ հետևանքների է այս ամենը հանգեցնում։ Քրեակատարողականներից տարատեսակ առողջական խնդիրներով դուրս եկած անձանց մի մասը ենթագիտակցորեն դառնում է պետության թշնամին։ Անտային համակարգի ահռելի խնդիրների մի փոքրիկ ծածկույթ նաև նրան է վերաբերվում, որ փոխես անձի վերաբերմունքը ընդհանրապես օրենքի, իրավունքի եւ արդարության ու արդարադատության նկատմամբ, որպես այդ մարդը հասկանա, որ իր նկատմամբ պետությունը վերեж չի լուծում իրեն պատժելով։ Իսկ ինչ է պետք նման իրավիճակում անի ոլորտի պատասխանատու մարմինը, ասենք արդարադատության նախարարությունը։ Խոսքը շենքային պայմանների մասին չէ միայն։ Այստեղ մենք թերացանք, այստեղ չթերացանք, այստեղ արեցին կատարյալը, այստեղ կատարյալին մոտ էր, բայց այսինչ հարցերում թերացանք, որովհետև եւ հիմա մենք ունենք առաջիկա ենթադրենք 90 օրվա կամ 1 տարվա մեր այս խնդիրները լուծելու շտկող պլանը։ Քրեակատարողական հիմնարկներում գրանցվող մահերի դեպքերը որևէ կերպ չպետք է համեմատության մեջ մտնեն քաղաքացիական կյանքում գրանցվածների հետ, նշում են մասնագետները։ Մի պարզ պատճառով գաղութում մարդն ամեն վայրկյան գտնվում է պետության պատասխանատվության տակ եւ զրկված է բժշկական ծառայություններից ազատ օգտվելու իրավունքից։ Բարձրագույն կրթությանը վերաբերող նոր օրենքը շարունակում է բազմաթիվ տարակարծությունների տեղիք տալ։ Կարծիքները բախվում են հատկապես բուհերի միավորման եւ ակադեմիական քաղաքի հարցում։ 2024-25 թվականների ուսումնական տարում ըստ վիճակագրական կոմիտեի Հայաստանի բուհերում ուսանողների ընդհանուր թիվը 86043 է եղել, բայց համաձայն կառավարության որոշման ակադեմիական քաղաքում նախնական հաշվարկով կարող է տեղավորվել առավելագույնը մոտ 44000 մարդ։ Մասնագետները կարծում են, որ որոշ բուհեր չեն գնա քաղաք։ Օրինակ անորոշա մարզային բուհերը հնարավոր է մնան եւ մասնավոր բուհերը, որոնց թվում նաեւ խոշոր բուհեր կան։ Եթե
ակադեմիական քաղաքը ստեղծվի, ինքը նախատեսվում է, որ մեծ մասամբ անվճար է լինելու կրթությունը։ Դրա համար է նաև նախատեսվում, որ ուսանողների թիվը կկրճատեն։ Քաղաքի լրամշակված հայեցակարգում պարզորոշ է, թե որ պետական բուհերն են միավորվելու։ Այստեղ խնդիրը ըստ մասնագետների ոչ պետական բուհերի դեպքում կլինի, քանի որ դրանք հիմնադրվել են քաղաքացիների սեփական ձեռնարկով։ Նրանց միավորումը փորձագետների կարծիքով որոշակի բարդություններ է բերելու, քանի որ դժվար է լինելու միանալ մեկ այլ անձի ստեղծած բուհի հետ։ Միակ բուհը, որը չի միավորվելու, դա բժշկական համալսարանն է, որը պարզ է 4000-ից ավել ուսանողը ունի։ Խնդիր առաջանալու այն դեպքերում, երբ որ փորձեն նոր բուհ բացել կամ նեղ մասնագիտացված որևէ բուհ, ոչ պետական, ու դա անհնար լինի, ինչը կարծում եմ սխալ է։ Նոր փոփոխություններով բուհերը պետք է ունենան պայմաններ 4000 ուսանողի կրթությունը ապահովելու եւ կազմակերպելու համար, իսկ ուսանողների նվազագույն թիվը ըստ մասնագետների պետք է առնվազն 2000 լինի։ Եթե 2000 չկա, այդ դեպքում կարող է փակվի։ 4000-ը վերաբերում է իր տարածքի կարողությանը։ Եթե ինքը կարողանում է ունենալ շենք, որտեղ հնարավոր է 4000 հոգու կրթություն կազմակերպել, դա խնդիր չէ։ Կրթությունը պետք է շուկայական հարաբերություններից դուրս լինի, ասում են մասնագետները ու նկատում, թե անկախ Հայաստանի պատմության մեջ այն ավելի շատ դարձավ առևտրի առարկա, ինչը անթույլատրելի է։ Պետք է հիմա ամեն ինչ արվեր, որպեսզի հակառակը բարերարված պայմաններ ստեղծվեին նոր բուհերի առաջացման համար։ Ես չեմ կարող ասել բուհերի թվի կրճատման մասին, ես կարող եմ ասել, որ դա ստեղծում է անբարենպաստ պայմաններ նոր բուհերի առաջացման համար։ Այսա խնդիր է։ Միջազգային պրակտիկա չկա, որ երկրի բոլոր բուհերը հավաքված լինեն մեկ տարածքում։ Դրա տնտեսական շահը մասնագետների խոսքով կարող են ստանալ անհատները։ Նրանք հիմնականում դեմ չեն ակադեմիական քաղաքի կառուցմանը, բայց ասում են, դա պետք է չհանգեցնի բուհերի կենտրոնացմանը։ Տնտեսական շահը կարող է ունենալ մի քանի օլիգարխ, որոնք կսեփական աշխարհեն բուհերի շենքերը քաղաքում։ Դա եթե տնտեսական շահերի մասին է խոսում, կամ ինչ-որ ներդրողներ, որոնք այնտեղից ինչ-որ ակնկալում են, բայց կրթական շահը ես չեմ հասկանում ինչու կլինի։ Եթե այդքան գումարներ են ներգրավում, այդ գումարների փոքր չափով կարելի է կարգի բերել այն բուհերը, որոնք կան։ Ըստ պաշտոնական տվյալների, ելնելով յուրաքանչյուր մարզի կարիքներից, մարզային բուհերից որոշները եւս հնարավոր է տեղափոխվեն ակադեմիական քաղաք, եւ մասնավոր եւ միջպետական համալսարանները, որոնք ակադեմիական քաղաքից դուրս կլինեն, կշարունակեն գործել, սակայն վերջիններս պետք է համապատասխանեն բարձրագույն կրթության նոր չափանիշներին, որոնք նախատեսվում են ապագայում ստեղծել։ Արդյոք այն կդառնա գիտակրթական իրական առաջընթացի հարթակ, մասնագետներին առավելապես անհանգստացնում է, կկարողանա այս նախաձեռնությունը փոխել Հայաստանի կրթական ապագան։ Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Կատովսկու փողոցի թիվ 21 տանն է կրակը նկատվել։ Սկզբում տանտերերը հարևաններն են պայքարել հրդեհի դեմ, հետո օպերատիվորեն ժամանած Երևանի հրշեջփրկարարական ջոկատների հրշեջփրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի հարևան տներ, հետո մարել այն։ Այս պայն հրշեջները արդեն իրականացնում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի տեսնեն կհայտնաբերեն կրակի օջախներ, թե ոչ։ Բարեբախտաբար տուժած չկա, բայց ամեն դեպքում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահումն տեղում հերթապահություն իրականացնում։ Նախնական տեղեկություններով էլ տանիքով անցնող էլեկտրալարերի թույլ միացումն է եղել հրդեհի պատճառը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, առայժմ հայտնի չէ։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, հանգամանքները պարզվում են։